այսօր մենք ռազմավարական մի ընտրության փուլում ենք։ Մենք լուծում ենք մեր պետության հարատևության եւ նոր որակի պետություն ունենալու հարցը։ Եվ ելի եմ ասում, բիբարա փչանա, այդ բիբարի փող կտամ կառավարությունը, վարդա կտամ, էնա, բայց այս ամեն ինչի արդյունքում Հայաստանի բիբարի արտադրությունն էլ աճելու, արտահանումն էլ աճելու, էլ չեմ ասում ժողովուրդ ջան, այս տարի նախորդ տարվա նկատմամբ 30%-ով ավել, 34%-ով ավել զբոսաշրջիկ ունենք։ Այսինքն այս տարի արդեն 100, մոտավորապես 60,000 մարդ զբոսաշրջիկ նախորդ տարվանից ավել եկել։ Այդ մարդիկ բիբարել են առնում, վարդել են առնում, կոնյակել, հացել են ուտում, ջուրել են խմում եւ այլն եւ այսպես շարունակ։ Եվ ես ինչքան հասկանում եմ, զբոսաշրջության աճի տեմպը մեծանում է, այդ թվում ինչի պատճառով, որ մենք սուբսիդավորում ենք մի շարք ավիաընկերությունների նոր ուղղությունները սուբսիդավորում ենք, որ շատ մարդ բերի։ Այդ թվում այդ նկատառումով, որովհետև 2022 թվականին էլ օրինակ ծիրանի արտահանման հետ կապված պրոբլեմ ունեցանք, բայց պրոբլեմ չունեցանք։ Ինչի՞։ Որովհետև այն մարդիկ, որ ուրիշ երկրներում պետք է այդ բան անեին, ուրիշ երկրների սուպերմարկետներում առնեին ուտեին, 50,000, 60,000 մարդու հոսք եղավ Հայաստան, եկան Հայաստանում առան։ Էլ չեմ ասում, որ մարդիկ շատ են բողոքում գների աճից։ Հիմա այս իրավիճակը հույս ունեմ մի քիչ կօգնի, որ Միրգ բանջարեղենի եւ այլնի գները մի քիչ Հայաստանի Հանրապետությունում ընկնեն, բայց ընենց որ արտահանողները իհարկե չտուժեն եւ մենք իրանց անպայման կաջակցենք։ Բայց նաեւ այս պատմությունները ամեն ինչը հետևյալի մասին է ժողովուրդ ջան, եւ ամենակարևոր թեման, որը ես ձեզ հետ ուզում եմ կիսեմ, հետևյալն է։ Հայաստանի Հանրապետությունում հաստատված է խաղաղություն եւ ես բոլորիդ շնորհավորում եմ հաստատված խաղաղության առիթով։ Եվ առաջիկա ընտրությունների հիմնական հարցը էտա եւ այն ինչ որ տեղի ունենում, ասենք օրինակ ենթադրենք մի ավտոմեքենա բիբար հետ եկավ։ Մի ինչի համար է, որ մարդ ասի, վայ ես բիբարի հետ կապված պրոբլեմ կա, ուրեմն արի ես խաղաղությանը տեր չկանգնեմ։ Ես տեր կանգնեմ բիբարին, խաղաղությանը տեր չկանգնեմ։ Սա, հա? Բիբարին մենք տեր կկանգնենք, դուք խաղաղությանը տեր կանգնենք։